Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես, Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։ Դաշնության արտաքին գերատեսչությունից լրատվամիջոցների հարցերին պատասխան հայտնել են, թե Ռուսաստանում վստահ են, որ հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում սառը հաշվարկ է։ Ըստ ԱԳՆ-ի արևմուտքի համար տվյալ տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը կապված է պատմականորեն, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա ճնշում գործադրելով փորձում են վնասել Մոսկվային։ Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով եւ պարտականություններով։ Բացի այդ, ԱԳՆ-ն շեշտել է, Ռուսաստանը գործնականում վերահաստատում է իր դերը որպես առանցքային եւ հուսալի առևտրաներդրումային գործընկեր, Հայաստանի պարենային եւ էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Վանդալիզմի հերթական դրսևորումը օկուպացված Արցախում։ Ադրբեջանցիները կոտրել են Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, փոկել եկեղեցու սրբապատկերները։ Գեղարդ հիմնադրամն է ահազանգում ներկայացնելով իր ձեռք բերած փաստական նյութերը։ Հիմնադրամից հիշեցրել են, որ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև բազմամշակութային պետություն, մինչդեռ այս իմիջի տակ քողարկում է իր հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը։ Մայրաթորի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը նշել է, որ դատարանի որոշումը ստանալուն պես իրենք բողոքարկելու են այն։ Դատարանը 3 է դռնփակ ռեժիմով քննել Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Հիշեցնեմ, Մայրաթորի դիվանապետը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ըստ մեղադրանքի, իբր նրա հրահանգով 2018-ին ակտիվիստի ուղեպայուսակի մեջ թմրանյութ են գցել։ Սրբազանը կալանավորված է դեկտեմբերի 5-ից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։ Իրանի ղեկավարը X-ի իր էջում նշել է, որ իր այդ հանձնարարությամբ արձագանքում է տարածաշրջանում Իրանին բարեկամ երկրների խնդրանքին։ Նա նշել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացվեն Իրանի ազգային շահերը հաշվի առնելով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Արաղչիի հետ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Իդեպ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև լարվածության աճի ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Իրանի մոտակայքում գտնվող Աբրահամ Լինկոլն ավիակիրը թիրախավորված, ինչպես նաև ամերիկյան կործանիչներ, որոնք ընկնում են ծովը եւ խորտակվում։ Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում։ 23-ամյա ֆուտբոլիստը խորվաթական Օսիեկից կտեղափոխվի Նյուրնբերգ, որը հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում։ Մկրտչյանի տրանսֆերային արժեքը կկազմի 750,000 եվրո, ինչպես նաև 10% ֆուտբոլիստի հետագա վաճառքից։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկ այլ խաղացող Հրանտ Լեոն Ռանոսն էլ կտեղափոխվի Բրաունշվեյգի Այնտրախտ ակումբ։ 22-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին է միացել Բորուսիայից վարձակալական հիմունքներով։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր եւ վաղը տեղումներ կգրանցվեն Հայաստանի առանձին շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի բարձրանալ եւս 2-ից 4 աստիճանով, փետրվարի 4-ից 5-ին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով, ամսի 6-ից 7-ին նույնքան կբարձրանա։ Այսքանը առավել թարմ տեղեկություններով մենք եթերում կլինենք ժամը 17-ին։